ընդդիմադիր ուժերը ստեղծան հանգամանքի էր հասցրել այս իշխանությանը, տեսակ օրերս հարցակվեց Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի վրա, որդու հետ կապված հայտարարություններ էր անում, ինչին ի պատասխան հետո նախ Նիկոլ Փաշինյանն ասաց ընտրեք Ծառուկյանին, ընտրելու եք Լուկաշենկոյին, նախ այս մասով ձեր տեսակետը, ինչին ի պատասխան պարոն Ծառուկյանն էլ ասաց ընտրում եք Նիկոլին ԿՊ-ին, նշանակում է ընտրում եք Ալիևին, Էրդողանն էլ հետը, այնուհետև Սամվել Կարապետյանը խոսելով այս իշխանության սպառնալիքի մասին առայն, որ իրենք եթե չընտրվեն պատերազմ է լինելու, շատ հստակ ասաց ռադդ քաշիր, երբ տեսնես, որ պատերազմ չի լինելու, և նաև այդ 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալը տեղի չի ունենալու, և երեք արդեն նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ խոսելով Նիկոլ Փաշինյանի մեր ինքնության դեմ այս կռվի մասին, ասաց, որ ի վերջո այ համբալ, ինչ ես ուզում դու մեր ինքնության դեմ դու ինչ ունես, խնդրեմ ես ամեն հետ կապված ձեր տեսակետը։ Չգիտեմ, ինչ վատ բան կա Լուկաշենկոյի մեջ, տենց ատելի, որ ասված Ծառուկյանին ընտրեք Լուկաշենկոյին են կընտրում, նախ Լուկաշենկոյին չեն կընտրում, բայց չգիտեմ, ասենք ի համեմատ Ալիևի ինչու՞մն է, ասենք Լուկաշենկոն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելու լավ օրինակ է այդ խորհրդային տարածքում։ Ինչն է այստեղ վատ։ Եթե այդ ընտրությունը վերաբերվում է նրան, որ Լուկաշենկոն կարողացել է բարձր մակարդակով հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, ուրեմն ես այդ ընտրությանը կողմ եմ։ Հերիք չի կառուցել է մի հատ էլ միջուկային զենք ունի իր տարածքում։ Հələ մենք ժամանակին նման կարգի հարաբերություններ կառուցեինք մեր տարածքում միջուկային զենք ունենանք ռուսական, տեսնեմ թուրքերը ոնց էին ընդհանրապես մեր անունը կամ, չգիտեմ, Արցախ անունը հնչեցնելու առանց ոտերը դողալու։ Դա այնպես որ Լուկաշենկոն եթե հիշենք, այստեղ անձի հարցը չի, բայց Լուկաշենկոյի կողմից այդ ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվելու հանգամանքը եւ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու հանգամանքը, որ հաշվի առնենք, դա միայն դրական առումով կարող ենք իրեն օրինակ բերել։ Սամվել Կարապետյանի կողմից հնչեցված այդ որ պատերազմ կլինի, պատերազմ այո կլինի։ Հարցը այն է, բայց մենք այդ պատերազմում մենք ենք լինելու այդ պատերազմի մաս Ռուսաստանի դեմ։ Մեզ, քանի որ Եվրոպային նախապատրաստում են պատերազմի Ռուսաստանի դեմ, եթե բանը հասավ նրան եւ Հայաստանն էլ գնաց այն ուղղությամբ, որ հիմա է գնում, ապա գալու է մի պահ, երբ որ հայկական զինված ուժերը ՆԱՏՕ-ի հրամանատարների հրամանատարությամբ մասնակցելու են ռուսական բանակի դեմ տարբեր ճակատներում ռազմական գործողություններին։ Այսինքն մեզ մտցնելու են պատերազմի մեջ ռուսական բանակի դեմ։ Դրա համար էլ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի բանակները փոխվում են ՆԱՏՕ-ի ստանդարտների։ Հենց այդ պատճառով, որ վաղը մյուս օրը ստեղծվի միացյալ զորախումբ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ, որը հարվածային բռունցք կլինի Ռուսաստանի դեմ հարավայրպողությամբ։ Եվրամիության գագաթնաժողովը, որ տեղի ունեցավ Երևանում, դա արդեն վկայում է այն մասին, որ Հայաստանը արդեն մտել է Ռուսաստանի դեմ այդ հիբրիդային պատերազմի մեջ։ Արդեն մտցրել են մեզ դրա մեջ։ Եկել էին հավաստիանալու, որ Փաշինյանը չի շեղվել այդ ճանապարհից։ Վերջի, այսպես ասած, կնիքն էլ դրեցին Զելենսկով այդ պարտավորությունների տակ։ Այնպես որ պատերազմ այո լինելու է, նախ այն, որ այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան զսպում է մի գործոն, ռուսական 102-րդ ռազմաբազան, ուրիշ ոչ մի բան։ Դա էլ որ հանվի, մեզ էլ մտցնեն ակտիվ այդ Ռուսաստանի դեմ պատերազմի քաղաքականության մեջ, ոչ մի բան Ադրբեջանին եւ Թուրքիային չի խանգարի ուժով այստեղ հարցեր լուծել։ Նախ առաջինը, որ Թուրքիան կպահանջի հայ-թուրքական նոր սահմանի ձևավորում, որովհետև այն սահմանը, որ կա, դա
Ռուսաստանի եւ Թուրքիայի սահմանն է, որովհետեւ ԽՍՀՄ-ն ու Թուրքիան են կնքել համապատասխան ժամանակին պայմանագրեր եւ դա եղել է ԽՍՀՄ-Թուրքիա սահման։ Հետո երբ որ 91 թվականին Ռուսաստանը մեզ անկախություն տվեց, ասաց այս սահմանը, որ ես Թուրքիայի հետ ունեմ, կլինի ձեր սահմանը, տալիս եմ ձեզ օգտվեք։ Բայց Հայաստանը չունի Թուրքիայի հետ սահմանազատման, սահմանագծման կամ նման սահմանի հետ կապված պայմանագրեր չունի։ Հետևաբար, եթե ռուսները այդտեղ չլինեն, Թուրքիան ասել պահանջելու է, որ նոր սահման պետք է գծվի Հայաստանի հետ եւ թելադրողի դիրքում ինքն է լինելու, ինքը կասի, թե որ իրավական, պատմական իրավական պայմանագրի հիման վրա։ Օրինակ Ալեքսանդրապոլի պայմանագրի ենթադրենք, որը մեզ տալիս է 10000 քառակուսի կիլոմետր։ Նաև այս վերջերս որոշ արտահայտություններ եմ լսել հապկի վերաբերյալ։ Գիտեք, ես կարծում եմ, որ նույնիսկ անդիմադիր լինելով պետք չի ընկնել ընդհանուր տրենդի մեջ եւ պարտադիր, որ ասում է, իսկ դու այսօր ոնց որ ասում է քննադատել ես հապկին, եթե այդպես լոզունգ մի հատ վերցնենք, չգիտեմ ինչի տրենդ է մտել, որ անպայման մեկը պետք է հապկին քննադատի։ Դե այդ քննադատությունները խիստ սուբյեկտիվ են եւ ընդհանուր ելնում են ընդհանուր տրամադրությունից։ Այսինքն այնքան է այդ հապկի մասին վատ բաներ ասել, չնայած 30 տարի հապկի միջոցով ենք ըստ էության Արցախը պահել, որովհետև հապկի շրջանակներում ենք ստացել զենք զինամթերք, օգնություն, զորավարժություններ, այդ հապկի միջոցով ենք արել։ Պայմանագրային բազա ենք ունեցել։ Հետո ինչ որ այնտեղ այլ պետություններ են եղել, որոնք Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ են ունեցել։ Բայց այն ինչ որ մենք պահել ենք, հապկի շրջանակներում ենք պահել։ Մենք չենք կարող ասել, գիտես ինչ, Ռուսաստան, մենք հապկից դուրս ենք գալիս, արի դու հապկի տեղը դու մեզ կոմպենսացրու հայ-ռուսական հարաբերություններով։ Չէր կարող այդպեսի բան լինել։ Հետևաբար հապկը 30 տարի կարևոր դեր է ունեցել Հայաստանի անվտանգության համար, որտեղ կոլեկտիվ անվտանգության կազմակերպությունն է։ Դրա համար ես խորհուրդ կտամ անդիմադիրներին այդ տրենդի մեջ մի ընկեք, որ անպայման պետք է չնեմ ընդհանուր այս ֆոնից ելնելով պետք է անպայման մի հատ հապկի մասին մի վատ բան ասել։ Առանց այն էլ արևմուտքը ջանք չի խնայում այդ կառույցը վարկաբեկելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է այդ վերջին ձեր այդ հայոյա մոտավորապես այդ հայոյա խառախոսակցություններին, դե ինչու են պատասխանել իշխանությունները, որտեղ իրենց ոճով է ասել Քոչարյանը ըստ էության։ Ինքը սովորաբար նման ձևով չի արտահայտվում, բայց իշխանությունները սովոր են այդ ձևով երկիր կառավարել։ Այդ համբալ, այդ մակարդակի այդ ձևով են երկիրը կառավարում։ Մյուսները, եթե լսեք Հ1-ով պաշտոնատար անձինք ոնց են խոսում քաղաքականությունից, հայ-ռուսական հարաբերություններից եւ ընդհանրապես մեծ քաղաքականությունից, կտեսնեք, որ այդ մակարդակից վերև ոնց փողոցում են խոսում, նենց էլ այդ պետությունն են կառավարում։ Անի Սիմոնյանը գնացել է ինչ-որ մի հատ ռուսալեզու գերմանական, բայց ռուսալեզու կարծեմ գերմանական պարբերականի ռուսալեզու ալիքին հարցազրույց է տվել, ասել է չեմ հիշում 2020 թվականից թե 2018 թվականից առաջ մինչև իրենց մի խոսքով ասել է Հայաստանը ամորֆ պետություն էր։ Մեկը որ ասի այդ ամորֆին ինչ նկատի ունես ամորֆ պետություններ։ Նա հիմարություններ են դուրս տալի, այսինքն այդ իրենցից ինչ որ բաներ են հորինում։ Որ մարդ չգիտի ինչ ասի, գրագետ չի, անգրագետ է, տգետ է։ Ոչ գիտելիք ունի, ոչ բառապաշար ունի, ոչ մի բան չունի, ինչ որ մի հեքիաթներ են հորինում։ Դրա համար էլ հենց իրենց լեզվով իրենց մեկը ինչ որ բան է ասում, սկսում են արդեն իրենք էլ ընկնել նման հիստերիայի մեջ։